Երեք բան, որոնք մարդիկ ռոմանտիզացնում են, բայց դրանք իմ համար անհասկանալի են։ Առաջինը հանրային վայրերում ամուսնության առաջարկություն անելը։ Դա կլինի համերգ, այլ մարդկանց միջոցառումներ, հարսանիք, կնունկ։ Ինձ թվում է նման մարդիկ ուշադրության պակաս ունեն։ Եթե դուք գալիս եք ինչ-որ մեկի հարսանիքին ու անում եք այնտեղ ամուսնության առաջարկություն, դուք ուղղակի գողանում եք այդ մարդկանց առիթը։ Երկրորդ կետով, երբ ռոմանտիզացնում են իրենց ընկերոջ կամ ամուսնու կողմից հիպերկոնտրոլը, օրինակ, երբ որ ասում են ամուսինս չի թողնում մազերս այս ձևով սարքեմ կամ պետքա զանգեմ ընկերոջս հարցնեմ, երբ որ դուրս եմ գալիս հաց առնելու։ Come on։ Երրորդ եւ ամենաանհասկանալի կետը ինձ համար, երբ որ ռոմանտիզացվում են առողջական խնդիրները, մասնավորապես դեպրեսիան։ Երբ որ առանց բժշկի կողմից հստակ դիագնոզ ստանալու ասում են ես դեպրեսիայի մեջ եմ։ Մարդիկ չեն հասկանում, որ դա լուրջ առողջական խնդիր է եւ ոչ մի ռոմանտիզացնելու բան չկա տեղ։ Մեկնաբանություններում նշեք, թե ինչ անիմաստ բան է ռոմանտիզացնում մարդիկ եւ գրեք ձեր կարծիքը այս ամեն ինչի